Եվ այսպես Աստված հայտնություն է տալիս, եւ այս Աստվածը նույնն է, այս Աստվածը նույն Աստվածն է, եւ նա ուզում է յուրաքանչյուրիս հայտնություն տալ։ Չէ՞ որ որքան էլ բարդ թվա երբեմն Աստծո խոսքը, ինչպես ծննդոցում կամ հայտնությունում, կամ առակներում, կամ Աստվածաշնչի տարբեր տեղերում, Եզեկիելի մեջ, գիտեք, Աստված կարող է ձեզ համար պարզեցնել այն, ինչ բարդ է թվում։ Իսկ ձեզ ընդամենը պետք է սրտում աղոթելով ասել, Տեր բացահայտիր ինձ Սուրբ Գիրքը, բացիր իմ հասկացողությունը, թող ճշմարտության հոգին, չէ՞ որ ձեր մտքով դուք սա չեք հասկանա, ոչ, ճշմարտության հոգին կգա ձեզ մոտ եւ կառաջնորդի ձեզ եւ կուղղորդի ձեզ դեպի ամեն ճշմարտություն եւ կհիշեցնի ձեզ այն, ինչ նա ասել է եւ կսովորեցնի ձեզ ամեն ինչ եւ ապագան ցույց կտա ձեզ, այսինքն մարգարեությունը, ապագա իրադարձությունները, հետեւաբար հենց այդպես էլ կա, հենց Աստծո հոգին է գալիս եւ սովորեցնում, հենց նա, Հիսուսն ասաց, ես պետք է գնամ, բայց կգա Մխիթարիչը, ճշմարտության հոգին, նա կհիշեցնի ձեզ։ Ես շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց դուք չեք կարող տանել։ Եվ դրա համար, դրանից մի քանի օր անց ձեր հիշողությունը դավաճանում է, դուք չեք կարողանում հիշել, թե հատկապես ինչ եք լսել։ Եվ դրա համար դուք գիտակցում եք, թե որքան փխրուն ենք մենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ այս մարմինը քայքայվում է այսքան հիբրիդային սննդից եւ ամեն տեսակ բաներից, եւ այսպիսի ճնշում կա այս ժամանակաշրջանում, եւ դիվային ուժերը բաց են թողնված անդունդից, ճնշման ոգիները հարձակվում են հավատացյալների վրա, փորձելով կանգնեցնել ձեզ եւ խանգարել ձեզ, որտեւ նա գիտի, որ Աստված այնտեղ ունի ընտրյալ սերմ, որին նա նախապատրաստում է հափշտակության համար։ Եվ նրա որ զորությունն ու փառքը բացահայտվելու է եւ ցուցադրվելու են այս մարդկանց միջոցով։ Իսկ սատանան նա ուզում է կանգնեցնել նրանց ամեն գնով, եթե կարողանա։ Ահա թե ինչու ենք մենք աղոթում հայտնության համար, մենք խնդրում ենք Աստծուն մեզ հասկացողություն տալ։ Եվ այսպես Մատթեոս 24:32 խոսքը Հիսուսը նրանց հերթականությամբ ցույց էր տալիս վերջին ժամանակի նշանները, ապա 32-րդ խոսքում նա ասաց. «Թզենուց սովորեք առակը»։ Երբ նրա ճյուղերն արդեն կակղում են եւ տերևները դուրս են գալիս, գիտեք, որ ամառը մոտ է։